Okay. Բարև ձեզ, սիրելի հարազատներ, այսօր շատ ուրախ եմ։ Այսօր ազգային ժողովրդական բևերի մտնորդի շնորհիվ ծանոթացա բավական խելացի պատմապանի հետ, Գևորգ Նազարյան, ազգային ժողովրդական բևերի աջակից պատմապան քաղաքագետ։ Բոլոր ճիշտ ներկայացուցի։ Այո։ Դակապ։ Առանց արդեն հարցումս հարցնելու վստահ եմ գրայեցիք, ինչ պատահեցավ Տրամփ Զելենսկի, ինչու պատահեցավ, ինչ է հետևանքները, what are the consequences։ Հրամեցեք։ Շնորհակալություն Պետիկ ջան, ուրախ եմ նորից քեզ տեսնեմ, շնորհակալություն առիթի համար, հրավերի համար, գալով հարցին, այո, իրոք կարևոր զարգացում էր, կարծում եմ նաև իհարկե մենք երբ որ խոսում ենք, պետք է նաև այսպես ասած մեր տեսանկյունից դա վերլուծենք, կարծում եմ դա էլ է կարևոր, եւ առհասարակ պետք է իմանանք այս զարգացումները, հանդիպումը գիտես երևի շատ առումներով սպասելի էր, այն առումով որ արդեն նախապես անգամ նախընտրական այդ իր արշավի ժամանակ նախագահ Թրամփը, որ այդ ժամանակ դեռ տեխնացու էր վերընտրվելու համար, ինքը նշում էր, որ ինքը պետք է բոլոր ջանքերը իջիկ բերի, որ ինքը կասեցնի այս պատերազմը, այնպես որ ինքը փորձում է միայն այն խոստումը, որ իր ընտրազանգվածին ինքը հենց տվել է, այսպես ասած, ինքը ի կատարածի, իսկ Զելենսկու կողմից է, նախագահ Զելենսկու կողմից էլ նույնպես կարծում եմ իր, այսպես ասած, որոշ չափով հակադրվելը եւս սпасելի էր, որովհետեւ իր ընտրազանգվածն է միայն, այսինքն ուկրաինացիների մեծ մասը, կարծում եմ հենց իր տեսակետն է կիսում, որ իրենք էլ իհարկե ուզում են խաղաղություն, բայց իրենք պատրաստ չեն գնալու խաղաղության, որը պետք է զոհաբերի իրենց ազգային շահերը, որը պետք է ի օգուտ ավելի շատ Ռուսաստանի լինի, այսինքն գիտես այս մեր իրականության մեջ էլ ենք մենք սրա հետ բախվում, հիմա օրինակ չեմ ուզում շատ շեղվեմ, մենակ արագ ասեմ, որ մեզ էլ ասում են խաղաղության պայմանագիր է պետք, բայց չեն ասում, որ այդ խաղաղության պայմանագիրը գրեթե ամբողջովին Թուրքիայի եւ Ադրբեջանի պայմաններով է լինում, ի հաշիվ մեր ազգային շահերի, պատկերացնում ես, այսինքն իրենց բոլոր պահանջները գրեթե պետք է բավարարվեն, ի դիմաց ինչի, միայն նրա, որ հերթական իրենց նախահարձակումը, ագրեսիան Հայաստանի հանդեպ տեղի չունենա, դա ուղղակի ամեն տեսակետից անընդունելի է, եւ կարծում եմ, եթե մենք էլ գիտես պատշաճ կառավարություն ունենայինք, ինքը նույն այդ եվրոպական միջազգային արևմտյան հարթակներում դա պետք է մատնանշել, որ սա խաղաղություն չէ, սա պարզապես ոնց որ շանտաժ է, ճնշում է Հայաստանի վրա, ագրեսիվ, ոնց որ ասած, դրսևորում է Հայաստանի դեմ։ Հիմա վերադառնալով նույնն էլ Զելենսկին այլ կերպ չէր էլ կարող, գիտես այդ հարցերը չնշել, որ ինքը մտավախություններ ունի, որ Պուտինը չի հարգելու, այսպես կոչված այս զինադադարը անգամ խաղաղությունը, այո, հետո գիտես իրենց ամենամեծ մտավախությունը նա է, որ իրենք կարելի է ասել այսպես ասած կարգավիճակը այնպիսի ձևակերպում կստանա խաղաղության ճակերտավոր, որ իրենք ընդմիշտ այդ Ռուսաստանի կողմից զավթված տարածքները, այդ հիմնականում այդ 4 շրջանները, իրենք ընդմիշտ կկորցնեն, ոչ միայն Ղրիմը, այլ այդ հավելյալ նաև 4 շրջանները հարավում եւ արևելքում, Ուկրաինայի հարավ-արևելքում, ուզում եմ ասեմ, դա լուրջ խնդիր է, որտեղ դա շուրջ մոտ 20%-ն է կազմում Ուկրաինայի եւ բնականաբար այո, նախ արդեն ինքը Զելենսկին գրեթե ամբողջովից իր դեմ արդեն արշավ սկսի, հենց նույն Ուկրաինայում, որ դու զոհաբերեցիր մեր ազգային ուզում եմ ասեմ, պետք է դրա համար կարծում եմ Ուկրաինայի մտավախությունները, Զելենսկու մտավախությունները դա են, որ ինքը ասում է, որ պետք է եթե նման խաղաղություն լինի, պետք է ամրագրվի, որ այդ տարածքները երբևիցե չեն կարող համարվել Ռուսաստանի մաս։ Դու պատկերացնում ես, եթե անգամ ասենք Միացյալ Նահանգների կողմից նախագահ Թրամփը հաստատի նման բաներ, դա կարելի ասել շատ միջազգային իրավունքի տեսակետից մեծ հարցականի տակ կդնի տարածքային ամբողջականությունը Ուկրաինայի։
իրենք պատրաստ չեն դրան, դա գիտես հասկանալի է, այսպես ասած ճնշում բանեցնելով Ուկրաինայի վրա եւ պահանջելով նման իրենց ոնց որ այդ ազգային շահերից հետ կանգնելը այն պարագայում, որ միջազգային իրավունքի մեջ էլ է դա հստակ, այս պարագայում նախահարցակը ագրեսոր երկիրը պարզ է, որ Ռուսաստանն է, Պուտինյան Ռուսաստանն է, Ուկրաինան ընդամենը պաշտպանվում է եւ դա ինքը նույնպես միջազգային իրավունքով իր տարածքային ամբողջականությունը որևիցե երկիր իրավունք ունի պաշտպանելու եւ անգամ պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջական։ Ուզում եմ ասեմ, նման պայմաններում սխալ է կարծում եմ նախագահ Թրամփի կողմից մեղադրելը, ավելի ընդարձակ կարծում եմ զարգացնելով այս քո հարցը, ես չեմ կարծում, որ հատկապես եվրոպական երկրները թույլ կտան, որ նման զարգացում տեղի ունենա։ Միացյալ Նահանգների կողմից ցավոք սրտի կարող է որոշ չափով, այսպես ասած, արդեն սառեցվի որոշակի ռազմական օգնություն, այսինքն ոչ միայն կարող է, այլ կարելի ասել հիմակվա դրությամբ արդեն սառեցված է, որը շատ իհարկե կարևոր օգնություն է Ուկրաինայի համար, կենսական օգնություն է Ուկրաինայի համար, գիտես, ոչ միայն դա ռազմական այս սպառազինության հարցն է, այլ նաև այնտեղ արբանյակների այդ տեղեկությունները, որ իրենք տրամադրում են, շատ կարևոր են, որ Ամերիկան ունի շատ յուրահատուկ հզորագույն արբանյակները, որոնք այդ բոլոր հետախուզական տվյալները փոխանցում էին, տարիներով փոխանցում էին Ուկրաինային, դա էլ է սառեցվել։ Գիտես, դա շատ կարևոր է, որովհետև այո, եվրոպական երկրները կփորձեն այդ բացը լրացնել, բայց այսօրվա դրությամբ եվրոպական երկրները դեռևս չունեն այդ ռազմական թե սպառազինությունը, թե անգամ նորից եմ ասում այդ հետախուզական արբանյակային հզոր տվյալները, որ այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները ուներ եւ այդ բացը կարծես ինքն էր լրացրել։ Հիմա Եվրոպան արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է այդ բացը լրացնելու, բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ Ուկրաինայում ժամանակը ռուս-ուկրաինական պատերազմում շատ էական նշանակություն ունի, որովհետև Ռուսաստանը, Պուտինը կարող է այս ամեն ինչից օգտվի եւ իր նախահարձակումը շատ ավելի արագացնի, շատ ավելի ինքը նոր, ոնց որ ասած, հաջողություններ ունենա ռազմական, որոնք նորից այդ եվրոպական երկրները պարզապես չեն հասցնի այդ բացը լրացնել, որը ստեղծվեց այս երբ որ նախագահ Թրամփը հայտարարեց, որ իր օգնությունը սառեցնելու է եւ այս ամեն ինչը ուզում եմ միայն սա էլ ասեմ, որ իհարկե որոշ չափով Թրամփը, ինչպես ասեցի, եթե փորձենք հասկանանք ինչու է ինքը այս ամեն ինչը անում, կարծում եմ դա եւս իր հաշվարկները ունի, կարծում եմ մեծ նշանակություն է խաղում իր հաշվարկներով, ոչ միայն որ ինքը ուզում է ավելի շատ եվրոպացիները այս ռազմական ծախսերին մասնակցեն, իրենց ներդրումները կատարեն, այլև ոնց որ թե կարծես թե ինքը ռազմավարորեն ուզում է մի բան անել, որ Ռուսաստանին այսպես մեկուսացնել Չինաստանից, այդ ռուս-չինական ոնց որ ասած այսպես տանդեմը կոտրվի, որ իր կարծիքով, եւ ինքը կենտրոնացնի բոլոր Ամերիկայի ջանքերը, թե առաջերտին տնտեսական, թե ռազմական, եթե դրա կարիքը զգացվի, չինական ճակատի վրա։ Այսինքն մի հատ հետաքրքիր ոնց որ բան տեղի ունեցավ 60-ական, 70-ականներին Նիքսոնի վարչակազմը քայլեր արեց, որ հասկացավ, երբ որ Չինաստանի եւ Խորհրդային Միության միջև հարաբերությունները սրվել են, իրենք լավ քայլեր նախաձեռնեցին, որ Չինաստանը այդ նորից այդ ուրեմն բանից խորհրդային համայնավարական բևեռից կտրեն, առանձնացնեն երկու մասի բաժանեն, համագործակցեն Չինաստանի հետ, մեկուսացնեն Խորհրդային Միությունը եւ այդ Վարշավյան ուխտի երկրները, ոնց որ ասած։ Դա ինչ տվեց։ Դա այդ ժամանակ որոշ չափով աշխատեց, բայց բավականին նաեւ հզորացրեց Չինաստանը, որովհետեւ գիտես, այդտեղ այդ ամերիկյան մի շարք տարբեր ընկերություններ գնացին, հսկայական միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեցին։ Դրա համար չէ հիմա մենք տեսնում ենք, չէ, մինչև հիմա
ապրանքների զգալի մասը արտադրված է Չինաստանում, դա այդ տարիներից է գալիս, երբ որ նման շատ մեծ դա բաններ չէ, պետքարտուղար նաև Քիսինջերն էր, որ այդ բանակցություններին մասնակցեց, հետագայում նախագահ Նիքսոնը այդ ամեն ինչը հաստատեց 70-ականներին, եւ 70-ականների վերջերից դա եւ Ռեյգանի վարչակազմի ժամանակ է շարունակվեց, անգամ խորացվեց այդ հարաբերությունները ամերիկա-չինական այդ անգամ բան կար, ասում էին այդ Chimerica deal, այսինքն China-America, երբ որ այդպես հիմա երբ որ արդեն Չինաստանը շատ ավելի առաջանք է, շատ ավելի արդեն ոնց որ սպառնալիք է, իսկ Ռուսաստանը բավականին որպես գերտերություն թուլացված է եւ չենք էլ կարող համարել ինքը լիարժեք գերտերություն չէ, Ռուսաստանը միջազգային ուժ է, Ռուսաստանը շատ հերույ է գերտերության։ Այո, ինքը այլևս այն խորհրդային միության սպառնալիքը չունի, խորհրդային միության այդ գաղափարախոս, գիտես խորհրդային միությունը երկին էր, որ բոլոր մայրցամաքներում ինքը որտեղ Միացյալ Նահանգները ներկայություն ուներ, ինքը այդ հակադիր ուժերին միշտ ինքը ամեն ձևով աջակցում էր, Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Ասիա, բոլոր տեղերում ինքը այդ երկրներին աջակցում էր, իբր թե այդ գաղութատերերի դեմ պայքարի տակ, բայց փաստորեն ինքը իր գաղափարախոսությունն էր այդպես եւ ազդեցությունն էր տարածում։ Հիմակվա դրությամբ արդեն Չինաստանը բնականաբար արդեն ասացինք, չէ, որ դարել է այդ մեծ սպառնալիքը տնտեսական, ռազմական, այո, հիմա հակառակն է Թրամփը ուզում անի, այսինքն ես կարծում եմ, որ խորքային առումով դա կա, մի քիչ նաև այդ հին ամերիկյան ավանդույթները կան, մի քիչ այդ գիտես America First դա 20-ականներից է գալի, այդ ժամանակվա գաղափարախոսություն կար, հատկապես հանրապետական կուսակցությունում նման շրջանակներ միշտ եղել են, ավելի այսպես մեկուսացման, բայց սա իհարկե մաքուր մեկուսացում չէ, մեկուսացման քաղաքականություն, որտեղ դարը փոխվել է, անհնար է 21-րդ դարում նման բաներ անել, բայց այդ America First գաղափարախոսությունը եւ այլն նաեւ նման ազդեցություններ կան, որ շարունակում են ապրել, այսինքն լիարժեք հասկանալու համար մենք նաեւ մի քիչ պետք է, հիմա չեմ ուզում շատ խորանամ պատմական այդ բանը կատարեմ, կարող եմ իհարկե, բայց պետք է հասկանանք այդ 20-ականների քաղաքականությունը նախագահներ Հարդինգի, Քուլիջի եւ Հուվերի ժամանակ, որոնք այդ երեք հանրապետական նախագահներն էին 20-ականներին Վուդրո Ուիլսոնի վարչակազմից իդեպ հետո եւ իդեպ հենց իրենք տապալեցին, այդ իրենց ջանքերով տապալվեց Միացյալ Նահանգների անդամակցությունը ազգերի լիգային, Վերսալի պայմանագրի հաստատումը, ցավոք սրտի նաև բացասական դեր ունեցավ հայկական մանդատի ստանձնման հարցում, այդ մեկուսացման քաղաքականություն հետապնդման ջանքերը, որոնք մասնավորապես այդ հանրապետական կուսակցության շրջանակների մեջ էին տեղավորված։ Իհարկե վերջում անգամ այդ քաղաքականությունը իրեն սնանկ ցույց տվեց, որտեղ բոլորը հասկանում են, որ աշխարհը արդեն դու չես կարող խոսած, որ գիտեք ինչ, մեզ օվկիանոս է բաժանում Եվրոպայից, Աֆրիկայից, դա անհեթեթ է։ Արդեն հիմա բոլոր տեխնոլոգիաները պետիկ ջան այնպես են զարգացել, որ նման խոսակցությունը սա 19-րդ դարը չի, որ նավերով պետք է հատեիր այդ Ատլանտյան օվկիանոսը կամ Խաղաղ օվկիանոսը, դա արդեն հրթիռները այնքան արագ են այդ ամեն ինչը, հրթիռներ, ինքնաթիռներ, տեխնոլոգիան աշխարհը մոտեցրել է իրար, աշխարհը այսպես ասած միացրել է իրար, դու չես կարող նման եզրույթներով խոսես, դա անհեթեթ է, կարծում եմ մի քիչ պետք է դա ճիշտ ձևակերպումներ կատարվեն, այնպես որ մոտակայում կարծում եմ սա, եթե ամփոփելով այս ամեն ինչը, վստահաբար Եվրոպան շատ ավելի մեծ դեր է ստանձնելու Ուկրաինայի պաշտպանության վերազինման հարցում, նաև Եվրոպան շատ ավելի իր սեփական, գիտես, արդեն խորհրդարանը, Եվրախորհրդարանը հաստատեց, որ 800 միլիարդի վերազինման, սպառազինման նոր ծրագիր պետք է սկսվի այս մոտակա տարիներին, այո, եւ դա արդեն ինքնին բավականին ավելի կուժեղացնի Եվրոպայի դիրքերը, դա անտարակույս տեղի է ունենալու եւ սա միայն ուժեղացնելու է Եվրոպային եւ սա
բնականաբար նաև մեր շահերից է բխում, որովհետև ի վերջո մենք պետք է գիտես, մենք է դրա ջատագովն ենք ու կարծում եմ դա շատ ճիշտ եւ այսօրվա դրության միակ ճանապարհն է, որ Հայաստանի անվտանգությունը եւ զարգացումը միմիայն Եվրոպայի հետ ինտեգրման մեջ է, այսինքն հզոր Եվրոպան այսօրվա դրությամբ եւ առհասարակ այդպես շատ երկար կլինի, մեր շահերից է բխում։ Այնպես որ այս զարգացումները բնականաբար շատ լավ են, գիտես, արդեն հիմա անգամ խոսակցություն կա, որ Եվրոպան իր պաշտպանողական դաշինքը կստեղծի, որը նաև զատ կլինի հյուսիսատլանտյան դաշինքից, ՆԱՏՕ-ից եւ դա էլ շատ լավ հեռանկար է, որովհետև ՆԱՏՕ-ում գիտես Թուրքիան է անդամակցում եւ ինքը բնականաբար ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի նաև Հայաստանի ավելի սերտ համագործակցությունը այդ դաշինքի հետ, իսկ Եվրոպան եթե ստեղծի նոր ռազմական դաշինք, այդ պարագայում Հայաստանը ամբողջովին կարա եւ վստահ եմ արդեն դա խնդիր չի լինի, մենք շատ լավ ուժեղ բարեկամներ ունենք, որոնք այդ ամեն ինչը մեզ կօգնեն, իդեմս առաջի հերթին մասնավորապես Ֆրանսիայի, որ մենք էլ ինտեգրվենք այդ ռազմաքաղաքական դաշինքի մեջ, այսինքն արդեն մենք եվրոինտեգրման ճանապարհը բռնել ենք, բայց իհարկե Եվրամիությանը, բայց արդեն հեռանկարում մենք նաև տեսնում ենք խոսակցություն, որ պետք է նաև ձևավորվի պաշտպանողական ռազմական դաշինք եվրոպական, որը եւս լավ հեռանկար է Հայաստանի համար։ Միայն նորից վերադառնալով Ուկրաինային ժամանակի հարցն է, ժամանակ եվրոպացիներն էլ այսպես ասած այդ ամեն ինչը որ խոսում ենք ժամանակ է պետք անգամ Եվրոպայի սպառազինության վերազինման, որովհետև գիտես երկրորդ աշխարհամարտից հետո 45 թվականից հետո Եվրոպայում առաջի հերթին անվտանգությունը ստանձնել է Միացյալ Նահանգները, այդ բոլոր ռազմակայանները, որ գոյություն ունեն տարբեր եվրոպական երկրներում, առաջի հերթին իհարկե Գերմանիայում, դրանք ամերիկյան ռազմակայաններ են։ Իհարկե այդ երկրները ունեն իրենց շատ լավ ռազմաարդյունաբերական համալիրները եւ այլն զինված ուժերը, բայց նորից եմ ասում, հիմնականում այդ առյուծի բաժինը պաշտպանության, այո, ստանձնել է Միացյալ Նահանգները եւ դա բնական է եղել, որովհետեւ նորից եմ ասում, երկրորդ աշխարհամարտի ժամանակ բնականաբար պայքար գնաց այդ առանցքի երկրների դեմ, դաշնակիցները հաղթական դուրս եկան, հետագայում արդեն սառը պատերազմը սկսեց, Միացյալ Նահանգները ուզեր պետք է մնար, որովհետև եթե ինքը չմնար, հասկանալի, ասփոդոր հասկանալի, մեզ հիմա ասված քեզ ուժ կարողություն տա բավական էներգիայով, ադի շատ կսիրեմ ես կոմենտասկու passionate մոդեցումը։ Մենք հիմա Հայաստանի մեջ ենք, Թուն Ամերիկայի մեջ ես ավելի լավ գիտես քաղաքական դաշտը։ Վստահ եմ որ հանրապետականներ կան, որ ասպետական մոդը բարձր որ Դոնալդ Թրամփի մտածողությունը պրիմիտիվ է, գարժադես է։ Ես վստահ շատ հանրապետականներու կոնկրետ դեմոկրատներն արդեն դեմոկրատներ են հաղթանակին։ Արդյոք չես տեսնել այսպիսի բանացեմ որ հանրապետականները օրինակ համար բարոն Հայկ Մարտիրոսյանը ասա որ հնարավոր չէ Թրամփը իշխած է հանրապետական կուսակցությունը արդեն Թրամփին կպատկանի բայց դու ներսն ես արդյոք կա հոսանք հանրապետականներում որ գնա համագործակցել դեմոկրատներուն հետ որովհետեւ մեծամասնությունը գազում կոնգրեսին եւ սենատի մեջ որտեղ ամերիկան ինքը մեգուսացն է ինքը Չինաստանի հետ դեպի մրցի եւ եվրոպացիներուն իր բոլոր բարեկամներն ինքը Գխշվի գորած Կանադային հետ միասին ճշտամացավ Եվրոպայի հետ ճշտամացավ այն օրը Բրիտանիան որ իր մեկ պատմական զինագիծն է Վարշավեդին Բրիտանիային լրացուց so that's enough հարցում եթե գիշեք այսինքն նույնիսկ արամարեց այսինքն նույնիսկ Բրիտանիայի նախագահային ինսալ դրավ այսինքն հայերեն բանաչեմ սերգոր արդյոք դա շարժումը բռնիս հանդեր զորնագի համար շատ ուժեղ գահարցակի բայց դեմոկրատները պրոգրամացություն են այսօր Այո, իհարկե կա ուրիշ հարց է, որ այդ հանրապետականների շրջանակները ի վերջո հենց իրենց կուսակցությունում ինչպես կկարողանան ոնց որ այդ արտաքին քաղաքականության վերաբերյալ ուղուց շեղեն նորից, այսպես ասած, տանեն դեպի այն ուղի, որ պետք է աջակցենք Եվրոպային, պետք է աջակցենք նույն Ուկրաինային, քանի որ ըստ իրենց, այսինքն ըստ այդ հայացքի, կարծում եմ դրա մեջ ահագին ճշմարտություն կա, որ Ուկրաինան միայն իրեն համար չի պայքարում, այսինքն ինքը երբ որ պայքարում է այդ ծավալապաշտական ռուսական քաղաքականության դեմ, ինքը նույն արևմուտքի համար է պայքարում, այսինքն դա շատ է խոսվել դրա մասին, այնտեղ զուտ, նեղ, միայն ազգային կամ պետական երկու երկրի հարց չէ, այնտեղ ավելի լայն խնդիր է եւ
ինչպես շատերն են ասում, եթե այսօր կռիվը չլինի Ուկրաինայում, վաղը միսօր դա կլինի Լեհաստանում, միսօր այո, եւ այդպես կշարունակվի եւ ի վերջո հետագայում չգիտեմ, Մեծ Բրիտանիա եւ այլն այստեղ շատ կերպ հարցումը գա Ռուսաստան ուժասպար եղավ 800,000 ավելի զոհ ունի հաշմանդամ ունի իր զինամթերքը սպարեցավ իր տեխնոլոգիան զինվորական հետամնաց էր Եվրոպայի արևմուտքի դիմաց արդյոք Ռուսաստանը վերականգնի եւ այդ վտանգ կսպառնա չէ թե ինքը արդեն ուժասպար է որովհետեւ հիմա գսեմ որ դեպի Բալտիկայի աչքերը եւ դեպի Լեհաստանը 400,000 զինված կսպասի հարվածին ինչ է վիճակը բնականաբար Պետիկ ջան, Ռուսաստանը վստահ արդեն ման է գալիս այդպես ոնց որ իրենք այդ առանցք են ստեղծում Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, չէ, անգամ լուրերի մեջ կա որ ոչ միայն Հյուսիսային Կորեայի զինվորներ են մասնակցում այս մարտերին, այլ նաև ասենք օրինակ Չինաստանից եկած զինվորներ են։ Ես հիմա չգիտեմ, եթե իհարկե հաստատված չէ եւ այլն, բայց համենայն դեպս չեմ զարմանա, որովհետեւ իրենք արդեն այդ քո ասած բացը փորձում են այդպես լրացնեն եւ կարծում եմ Թրամփի նաև որ ինքը խոսում էր որ սա միգուցե վերաճի հավանական 3-րդ աշխարհամարտի, հենց դա էր խոսում, որ արդեն ցույց է տալի որ ինքը ավելի ուզում է այսպես ասած մտածում է որ Ռուսաստան, Չինաստան, այդ Հյուսիսային Կորեա բան այս ամեն ինչը իրանք մի հատ ոնց որ բևեռ են կազմել, մի հատ ընդհանուր ոնց որ առանց կա, որը ինքն էլ այդքան չի ուզում, ինքը ուզում է sense մասնատի, տրոհի, պարակտի այդ ոնց որ ասած դաշինքը։ Բայց այո, բայց իհարկե, այո, կարող ես դու այն պնդումը անել, որ գիտես ինչ, դու ինչ էլ անես, միևնույն է, եթե դու գտնվում ես ժողովրդավարական, ազատ աշխարհի ազատ շուկայական հարաբերություններով շարժվող տնտեսություններից կամ երկրների ցանկում նման տնտեսությունով դու ինչպես կարող ես ասենք այն ժամանակ մի հատ այսպես մի բաներ աշխատեց, բայց կիսատ պրատ էր, երևի այն ժամանակ է գիտես անգամ Նիքսոնը եւ այլն այսպես հույս ունեին, որ ի վերջո, երբ որ իրանք այս ազատ շուկայական հարաբերությունները մտցնեն դրամատիրական Չինաստան, ի վերջո նաև այդ համայնավարական կուսակցության ռեժիմն էլ ինքը իրան կփլուզվի, բայց դա տեղի չունեցավ, այսինքն Չինաստանը, չինացիները զտեցին, վերցրեցին որոշ բաներ, բայց իրենք ամբողջ այդ իրենց համայնավարական, այդ ամբողջատիրական, միակուսակցական համակարգը պահել են։ Նման իրանք ազատություններ չունեն ժողովրդավարական իրենց երկրի ներսում եւ այսինքն իրենք նորից արժե համակարգը ուրիշ է Միացյալ Նահանգների արժե համակարգը չի Ռուսաստանում արժե համակարգը ուրիշ է այնտեղ մեկ փաստորեն բռնապետ արդեն քարոր դար ավելի քան քարոր դար ինքն է իշխում ոնց կարաս դու նման երկրին այսպես փառաբանես կամ իբրտե sense չէ այնքան այդ արժե համակարգը իրարից տարբեր է որ անգամ դա մի տեսակ ծիծաղալու է գիտես չի լինի նման բաներ չի լինի այսինքն լավագույն եւ հզոր ամենահզոր կայուն դաշինքները ձևավորվում են նույն արժե համակարգ կրող երկրների միջև ընդհանրություններ ունեն ոչ միայն ընդհանուր միայն շահեր ունեն այո եթե իրանք ընդհանուր շահեր ունենա դա երկարաժամկետ չի կարա լինի այսինքն ոնց որ կարող է ունենա նույն հակառակորդներ այո նույն թշնամիներ որոշ ժամանակով պատերազմական հատկապես դրությունում կամ հակամարտության ժամանակ իրանք միավորվում են բայց հենց այդ սպառնալիքը կամ հենց դա անցնում է բնականաբար քանի որ իրենց արժե համակարգերը տարբեր են միանգամից այդ այսպես կոչված դաշինքը կամ համագործակցությունը ավարտվում է սա է բանը պետիկ ջան այնպես որ ես չեմ վերտանալ բայց գներեք արդյոք կգարձեք որ ամերիկայի մեջ հանրապետականները պիտի հաջողին Թրամփին աս միջակեն ըմբոստանալ եւ դեմոկրատներով միասին շարժումներ որ հավասար չեն որտեղ ամերիկան այսօր ես 100 տարի այսօր ամերիկա չի պատկերացնել 100 տարի չի այսպեսի ամերիկամը այդ սա հենց իրոք 1920-ականների ամերիկան է երբ որ դու ուսումնասիրում ես այդ ժամանակ նման խոսակցությունները ինչքան ուժեղ էին որ նորից եմ ասում անգամ թույլ չտվեցին որ նախագահ Ուիլսոնի կողմից առաջ քաշված այդ ազգերի լիգայի ծրագիրը հաստատվի որ գիտեք ինչ թող Եվրոպան ինքը իր գլխացավանքների մեջ մենք չխառնվենք թող ինքը իր հարցերով
Դա սննկատա, որտեղ տեսանք շատ արագ 30-ականներին արդեն Իտալիա, Գերմանիա եւ այլն այդ դադարքությունը իրանք անմիջապես սկսեցին լրացնել։ Չի կարա մի բան դադարք մնա, եթե դու գիտես տենց լավ անգլերենով ասացված կա, ասում է, երբ որ այն մարդկանց ասա հատկապես ուղված, որ ասում է, եթե դու քաղաքականությունով չես զբաղվում, քաղաքականությունն է քեզանով զբաղվում։ Ի վերջո դու չես կարա դրանից խուսափես։ Դա այնպիսի մի բան է, որ բնական բան է, այդ հակազդեցությունը միշտ պետքա լինի եւ բոլոր նախկին նախագահները դիտել են դա որպես առավելություն, որ ասենք նույն Միացյալ Նահանգները, ասենք ռազմակայաններ ունի Գերմանիայում, կամ որ ունի ներկայություն տարբեր եվրոպական երկրներում եւ աշխարհի տարբեր, որ ոչ ոք չունի նման Ամերիկայի, հիմա դու միանգամից ո՞նց կարաս դա, չգիտեմ, կասեցնես կամ հետ կանգնես դրանից։ Հարյուրավոր, ասենք ռազմակայաններ ավելի քան 100 երկրում ամերիկյան։ Ոնց ես դրա ավարտը հասցնելու։ Եվ դրանք ոչ միայն ապահովում էին, նորից եմ ասում, այդ երկրների անվտանգությունը, դա ընդհանուր այդ Ատլանտյան, որ այդ ոնց որ ասած դաշինքի շրջանակի մեջում եւ ավելի այսպես ընդհանրական արևմտյան արժե համակարգի ոնց որ ասած վահանն են։ Եթե դու էդի վերացնում ես, ամբողջովին դա փոխվում է, դրա համար Եվրոպայում արդեն խոսում։ Հիմա նորից գալով այդ քո հասին, որ հանրապետական մեջ կլի, ես դժվարանում եմ հստակ ասել, որովհետև կարծում եմ, որ այո, ի վերջո, անգամ մենք կարողա տեսնենք դա նախագահ Թրամփի վարչակազմի առաջիկա տարիներին, որ այդ հանրապետական ղեկավարները իրոք կուսակցության մեջ, որ իհարկե կան, գլուխ կբարձրացնեն, հատկապես դա այն պարագայում, երբ որ նորից եմ ասում, արդեն այս քաղաքականությունը որոշ չափով ցույց տա, որ ինքը արդյունավետ չի գործում։ Այսինքն դու չես կա, այո, այդ ժամանակ, երբ որ ինքը արդեն հաջողություն When it backfires, այսինքն when it backfires. Այո, որ հիմա դրությամբ տես, նախագահ Թրամփը բավականին այսպես հեղինակություն ունի, նոր է այսպես ասած իշխանության նորից վերադարձ է այսպես ասած, ունի մեծ լայն հանրային աջակցություն, դեռևս այս իր Ուկրաինայի հանդեպ քաղաքականությունը դրական կամ բացասական իր արդյունքները շոշափելի չեն երևում, նոր է, բայց երբ որ արդեն ցույց տրվի, որ դա արդյունավետ չէ, երբ որ այսինքն այդ Ռուսաստան, Չինաստան նման ախոյանները, որոնք իրանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հակառակորդներ են, երևա, որ իրենք սա ավելի շատ որպես թուլություն են դիտում, որպես թուլություն Ամերիկայի կողմից, այլ ոչ թե որպես ուժեղի դիրքերից։ Այդ ժամանակ արդեն կարծում եմ այդ նույն հանրապետական կուսակցությունում եւ ինչու՞ չէ առհասարակ Միացյալ Նահանգներում ավելի կուժեղանան, որոնք շատ լավ բացխան, շատ լավ ցավալեցիք, այսինքն հիմա ոչ, սակայն ոդակային երբ որ քաղաքականությունը ցախողի այդ մարտի վարշով Թրամփին գծապարեն անոնց մեջ մի դերեն իմպոստներ, այսպես կասկածա է։ Այո, շատ ճիշտ է Պետիկ ջան, դա էլ ես նկատի ունեմ, այո։ Միշտ նույն կեմիստրին կամ միջև ռիկրուսին վրա ենք, այսինքն դուք տեսեք, որ Չինաստանը եւ Ամերիկան նույնիսկ եթե այսօր շահերգան համընկնին կամ Ռուսաստանը նույն կեմիստրին չի եւ այդ պոլիտիկա լավ Եվրոպայի բարակային որ գզինվի դուք ինչպես կնախադեսեք մինչև այդ ժամանակ գտնել արդյոք Ռուսաստանը Կիև գասնի օրինակ համար Զելենսկին քանի անգամ ասա որ երաշխիքներ ուզեմ Զելենսկին ասա որ նույնիսկ եթե այսօր համաձայնենք այս պայմաններով այսինքն 110,000 կիլոմետր զիջենք Պուտինը քանի անգամ իր համաձայնությունները թրջած է ինչ երաշխիքներ գուտակ որ մի հարկե շատ հետաքրքրական է Զելենսկին այսինքն պետական ճիշտ մտածողություն է այս բարակային բարձ դերասաններ բայց բավական փորձառու է Արդյոք Ռուսաստանը Կիև հասնելու վիճակի մեջ է ռազմականորեն, որտեղ Ամերիկան սարքեցած է։ Բարոն Վիրազյանը գսե, որ մինչև 2025 այդ օգնությունները դակավին Ամերիկան պիտի դա կոնգրեսը պատրաստ է, Թրամփը չի կարող կասեցնել։ Մեզ այս բոլորը քիչ պատրաստեցեք։ Այդ օգնությունը որ սարեցուց, այս տարի սարեցած է դե եկող տարի 26-ին կսարի, արդյոք Ռուսաստանը Կիև գնա երթալ այս վիճակով։ Բավական լուրջ վիճակ է։ Այո, ըստ որոշ տվյալների այն սպառազինությունը, որ Ուկրաինան ունի, բարեբախտաբար, որը գիտես, այս խոսակցությունները, որ պետք է սառեցնեմ եւ այլն, երբ որ նախագահ դեռևս տեխնացու Թրամփը կատարում էր, նախկին Բայդենի վարչակազմը դա շատ լավ հասկանալով եւ ամերիկյան նույն պետքարտուղարությունում եւ այլ կարևորագույն վարչություններում մարդիկ դա շատ լավ հասկանալով
արդեն այլեցին քայլեր, որ ապահովի որոշ չափով առաջիկա առնվազն մի կես տարվա սպառազինություն Ուկրաինայի համար։ Դրա համար այդ սպառազինությունը արդեն փոխանցվել է Ուկրաինային եւ ըստ ուկրաինացիների իրենք արդեն մոտավորապես շուրջ կես տարվա առնվազն լավ սպառազինություն ունեն։ Այդտեղ ուրիշ հարցեր կա, որ նորից ասեցի մի քիչ խոցելի է, որ այդ հետախուզական տվյալները արբանյակների դա էլ է կասեցվե, այո, եւ դա հրահանգ է եղել հենց նախագահ Թրամփի վարչակազմից, ափսոս, ցավոք սրտի, դա է մի քիչ խնդրահարույց, բայց սպառազինության տեսակետից պետիկ ջան դեռևս ունի Ուկրաինան որոշ առաջիկա, սենց ասենք, եթե ոչ կես տարվա, թեևս իրանք կես տարվա մասին արդեն խոսում են, առաջիկա ամիսների դեռևս սպառազինություն կա, որը ինչպես ասեցի նախկին վարչակազմը, ինչպես նաև Եվրոպան էլ արդեն հիմա այս հայտարարությունը, որ եղավ վերազինման, դա չի նշանակում, որ իրենք նոր են դա սկսել։ Իրենք արդեն առնվազն անցյալ տարվանից շատ ավելի հախուռն այդ աշխատանքները սկսեցին կատարել վերազինման, Ուկրաինային ավելի շատ սպառազինության տրամադրելու եւ իդեպ հենց Եվրոպան ավելի շատ սպառազինություն եւ աջակցություն է տրամադրել գումարային առումով, քան Միացյալ Նահանգները։ Ուղղակի այնտեղ իրոք զինատեսակներ կան, որ այո, Միացյալ Նահանգների տրամադրած զինատեսակները, այդ HIMARS օրինակ հրթիռները եւ այլն շատ հզոր են։ Նման ձևով անգամ լավագույն, ասենք, Մեծ Բրիտանիան եւ այլն մյուս երկրները պետք է կարողանան նման համակարգեր նույնպես տրամադրեն, որ նորից երբ որ այդ բացը առաջանա, ուկրաինացիները կարողանան այդ սպառազինությունները ունենան։ Այսինքն նորից ոնց որ չեն կարող ասել, որ ամբողջովին կքայքայվի ճակատը եւ ռուսները Պուտինը կկարողանա, այսպես ասած, ամիջապես սրանից օգտվել եւ մոտակա շաբաթներին գրանցել լուրջ ձեռքբերումներ, չեմ կարծում դա տեղի կունենա, բայց որ Եվրոպայի ուրեմն մարտահրավերը նա է, որ ինքը կարողանա մինչև այդ լուրջ սպառազինությունները, որը ժամանակին Միացյալ Նահանգները տրամադրել էր Ուկրաինային, մինչև դրանց սպառվելը ինքը կարողանա սկսի մատակարարել նաև լավ իր զինատեսակները, դա է։ Իդեպ կարծում եմ ունի Եվրոպան այդ զինատեսակները, ուղղակի մինչև հիմա ինքն է մտածում է, որ արդեն ինքն է մի շեմի է հասել, որ եթե ինքը սկսի անմիջապես լավագույն իր զենքերը եւ հիմնական զենքերը տրամադրել, իր արդեն ոնց որ պաշտպանությունը եւ անվտանգությունը խոցելի է դառնում։ Այսինքն նաև այստեղ մի քիչ քաղաքական կամքի հարց կա, որ շատ դժվար որոշումներ են, բարդ որոշումներ են, որ տրամադրել այն զենքերը, որոնք այսօրվա դրությամբ փաստորեն օրինակ նույն Մեծ Բրիտանիայի անվտանգությունն են պաշտպանում, Լեհաստանի եւ այս երկրների, մինչեւ այդպիսի լավագույն եւ ամենահզոր զենքերը դեռևս չեն իրանք փոխանցել Ուկրաինային։ Հիմա այդ կամքը կլինի, որ իրենք այդ զենքերը հիմա իրենք նախատեսում են, որ երբ որ այդ սպառազինման այդ 800 միլիարդի զենքերը սկսեն շատ արագ, բայց գիտես, պետիկ ջան, դա տարիներ է տևում։ Հիմա օրինակ դրա համար այդ զենք արտադրելը դա հեշտ գործընթաց չի։ Դա տարիներ է տևում, առնվազն մի քանի տարի, առնվազն, հա, սենց ասենք։ Բայց հիմա Ուկրաինան հենց հիմա այդ պատերազմը մղում է, որ ամեն օրը նշանակություն ունի։ Այսպիսի սենց հարցեր կան, որոնք շատ բարդ հարցեր են եւ դժվար է ասել ինչպես կլինի, բայց համենայն դեպս մի բանը հստակ է, որ ի տարբերություն Միացյալ Նահանգներում, Եվրոպայում այդ կամքը կա, որ պետք է ամեն գնով պաշտպանենք Ուկրաինային, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, եթե տանուլ տան Ուկրաինայում, ապա գիտես, հաջորդը այդ ոնց որ դրան ասում են դոմինոյի էֆեկտ։ Այո, հաջորդը Լեհաստանն է, չգիտեմ, մերձ Բալթյան երկրներ եւ այլն։ Այսինքն Ռուսաստանի նկարտումները Պուտինի վերականգնելու այս իր տեսլականով այդ ռուսաց կայսերությունը, որը, չգիտեմ, 19-րդ դարում գոյություն ուներ, չէ, դրա մեջ մտել է նույն Լեհաստանը, անգամ Ֆինլանդիան, մերձ Բալթյան երկրները, Արևելյան Եվրոպան ամբողջովին, ուզում եմ ասեմ, ինքը այդ պատմական բանով է դիտարկում այդ ամեն ինչը տեսանկյունից, որ մտնեմ պատմության մեջ, չգիտեմ, որ ես վերականգնեցի այդ երբեմնի կորցրած հզորությունը եւ այլն, հետո գիտես իրենց
վերնախավում է այդ մտածելակերպ, այդ կայսերապաշտական, ծավալապաշտական գաղափարախոսությունը ռուսական, այդ ռազմաքաղաքական վերնախավում շատ ուժեղ Այո, իրենք մտածում են, որ չգիտեմ, այդ Միխայել Գորբաչովը դավաճանեց, մենք լավ հզոր դիրքերում էինք, ինչու ինքը փլուզ է, չեն ասում, որ համակարգը արդեն փտած էր, չեն ասում, որ այդպիսի բաներ, իրենք մեղքը բարդում են, իբր թե շատ ուժեղ համակարգ էր, գիտես, այս դավաճան Միխայել Գորբաչովը եկավ եւ ամբողջ այդ հզոր գերտերությունը ոչնչացրեց, այսինքն անհեթեթ է, բայց իրանց մոտ այդ միտքն է իշխում դա վտանգավոր է այն տեսակետից, որ հենց դա տարավ այս Ուկրաինայի վրա այս նախահարձակմանը։ Մենք դա ունենք 3 վարիանտ 3 minutes, շատ պրիմիտիվ մի հարցնեմ։ Ճապոնիա, Իտալիա, Գերմանիա առանցքը աշխարհի դեմ պատերազմեցավ 50-50 էր բաղավին ուժերը դերևս։ Հիմա այս 3-ը կան Ուկրաինայի գողին, կա նաև Ֆրանսան, կա նաև Անգլիան, կա նաև Իսպանիան, կա նաև այսինքն Գերմանիան, այսինքն Եվրոպայի մեծ երկեր, Ավստրալիան, Կանադան, այսինքն այստեղ կա շատ մեծ առանցք։ Արդյոք ասիկը բավարար չէ որ հավասարակշռ է Եվրոպայի մեկը հեսա որ Եվրոպան ավելի ուժեղ է քան թե Ռուսաստանը։ Ունենք երկու վարիանտ, արդյոք կնան այդ բալանսը կերազանցել Ռուսաստանին։ Այո, ամենակարևորը պետիկ ջան, սա պետք է հիշենք, ամենահարուստ երկրները հենց արևմտյան Եվրոպայում են, հավաքական առումով Եվրամիության համախառն ներքին արդյունքը ամենաբարձրն է աշխարհով, անգամ Միացյալ Նահանգներից ավելի բարձր է։ Չմոռանանք այնտեղ կան շատ հզոր Գերմանիայի նման զարգացած հզոր հարուստ երկրներ, այսինքն իրենք այդ գումարը ունեն։ Իրենք այդ գումարը ունեն տրիլիարդների հասնող, իրենց համար դա խնդիր չի, այստեղ մենակ ժամանակի հարց է, ոչ Ամերիկան, ոչ անգամ Չինաստանը, այսպես կոչված այդ ոնց որ շատ ուժեղացած Չինաստանը չի կարող մրցել այդ նույն հին Եվրոպայի հետ, արևմտյան Եվրոպայի հետ։ Հիմա եթե արևմտյան Եվրոպան ավելի արդեն այս համախմբումը ավելի ուժեղանա, երբ որ իրոք ավելի շատ ինքը սկսի գումարներ տրամադրել ռազմաարդյունաբերությանը, պաշտպանությանը, այդ անվտանգության հարցերին, բնականաբար չի կարող ոչ Ռուսաստանը, ոչ անգամ Չինաստանը առանց անգամ Միացյալ Նահանգների մրցել Եվրոպայի հետ, որտեղ նորից եմ ասում, իրար հետ վերցրած արևմտյան Եվրոպան ամենազարգացած, ամենահզոր երկրները այդտեղ են գտնվում։ Այնպես որ իրենք արդեն այդ ներուժը ունեն, պետիկ ջան։ Մնում է ուղղակի նորից եմ ասում, ստե ժամանակի հարց, այդ ամեն ինչը հասցնեն իրանք, հասցնեն այդ վերազինումը եւ այլն, որտեղ ասում եմ, ընդ հարցեր կա, որովհետեւ անվտանգության հարցը Միացյալ Նահանգներն է հոգացել երկար տարիներ, իրենք ավելի ուժը տնտեսության են տվել, այդքան սպառազինությանը չեն տվել, կրճատել են Սառը պատերազմից հետո շատ գիտես լուրջ կրճատումներ են տեղի ունեցել։ Հիմա այդ ամեն ինչը պետքա վերականգնվի։ Սա է ուղղակի։ Դա որ տեղի ունեցավ, ոչ Ռուսաստան, ոչինչ չեն կարող իրանց հետ մրցել, որտեվ իրենք նորից եմ ասում, ամենաշատ գումարները կարող են տրամադրել հզորացնելու իրանց ռազմաարդյունաբերությունը եւ իրենք արդեն ունեն զարգացած շատ ուժեղ ռազմաարդյունաբերություններ։ Նույն Գերմանիան, նույն մեծ դաշնակից ու բարեկամ Ֆրանսիան, որի հետ մենք ավելի պետք է արդեն ռազմաքաղաքական դաշինք կնքենք, դա է շատ կարևոր ու արդեն խոսեցի մնացած բաները մեր ապագան էլ է հզոր Եվրոպայի հետ։ In 30 seconds, Գևորգ ջան, 30 սեկունդ ունենք, արդյոք այս բոլորը եթե դեր ունենա, ամենամեծ գործընկերը նաև մի լինի ԱՄՆ, Ամերիկան։ Իր կարծես։ Ես կարծում եմ, որ ի վերջո նույն Միացյալ Նահանգները, այո, գալու է այն եզրակացմանը, որ ինչպես 1920-ականներին այս քաղաքականությունը արդյունք չտվեց, հիմա էլ նույնը դա բեր չի Եվրոպայի նման երկրներում ռազմակայաններ ունենալ այդ զարգացած բարեկամ նույն արժե համակարգը կիսող ժողովրդավարական արևմտյան երկրներում բեր չի չես կարա դրանից կտրես մեկուսանաս այդ սերտ հարաբերություններից չես Ուրիշ հարցա, որ ընդ հարցեր կան, այո, որ ինքը բարձրացնում է, որ ավելի շատ գումարներ դրեք, այլ դա ընդունելի է, որ ասում է ավելի շատ ծախսեք գումարներ հոգալու, բայց որ մեկուսանալ, դուրս գալ, լքել է ամեն ինչը, դա սխալ ճանապարհ է, դա սխալ է, որտեղ նորից եմ ասում, դա ստեղծելու է բաց, այդ բացը լրացնել